Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ քննչական կոմիտեում ներդրվել է ընտանեկան բռնությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ, որը թույլ կտա համապարփակ ուսումնասիրել բռնության այս տեսակի տարվածությունը, դրսևորման եղանակները, ձևերը, տուժողների եւ մեղադրյալների կարգավիճակներն, ինչպես նաեւ նրանց միջև փոխհարաբերությունները։ Եթե մենք վերցնենք վիճակագրությունը, վիճակագրության վարման գործընթացը քննչական կոմիտեում ներդրվել է վերջերս եւ մենք ամփոփել ենք 2016 թվականի վիճակագրությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում քանի ընտանեկան բռնության դեպք է եղել։ Ընդհանուր առումով մենք ունեցել ենք քննված 359 քրեական գործ։ Մեծամասնությունը կարճվել են, ընդ որում կարճման հիմքերում կան եւ արդարացման եւ ոչ արդարացման հիմքեր։ Երբ որ խոսքը գնում է դատարան ուղարկված գործերի մասին, դատարան ուղարկված գործերի պարագայում մենք մեծամասամբ ունենում ենք մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործեր։ Սակայն 2016 թվականին եղել է 5 քրեական գործ, որի շրջանակներում մենք դատարան ենք ուղարկել գործը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու առումով, ինչը նշանակում է, որ հանցանք կատարած անձը հանցագործության իրականացման պահին ինքը հանդիսացել է անմեղսունակության վիճակում գտնվող անձ։ Սա հենց այդ մեր 16 թվականի հաշվետվությունն է, թե քանի ընտանեկան բռնության դեպք է ունեցել, այդ ընտանեկան բռնությունների բաշխվածությունը, ովքեր են եղել տուժողները, կասկածյալ մեղադրյալները, նրանց տարիքային եւ այլ բնութագրիչները։ Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր, 14-ը հոր, 3-ը խորթոր, 9-ը եղբոր կամ քրոջ, 15-ը զավակի, երկրորդը կնոջ, 136-ը ամուսնու, 3-ը թոռան, 6-ը ամուսնու ծնողների, 15-ը հարսի կամ փեսայի կողմից կատարված։ Այն քրեական գործերը, որի պարագայում անձը ընտանիքի անդամ է, շատ հաճախ մնում է լատենտային եւ ընտանիքի անդամները աշխատում են չբողոքել մեկ այլ ընտանիքի անդամի դեմ եւ այդ տեղեկատվությունը ինքը իրավապահ մարմիններին չի հասնում։